Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, ուրեմն հիշեցնեմ մեր լսարանին, որ այս պահին մենք զրուցում ենք Լև գրուպ փաստաբանական ընկերության ղեկավար փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, բայց այսօր մենք քաղաքական զրույց ենք ունենալու պարոն Բաղդասարյանի հետ եւ խոսելու ենք, թե ինչպես է ամփոփում ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը անցնող, այսպես ասած, քարոզարշավը, որովհետև արդեն մենք վերջին ենք հասել, պարոն Բաղդասարյան, ինչպես կամփոփեք, ինչ քարոզարշավ կարողացաք կազմակերպել այս օրերի ընթացքում, որքանով էր արդյունավետ անցկացված քարոզարշավը եւ ձեր կարծիքով ինչ շանսեր ունի ռեալ ԴՕԿ կուսակցությունը, մի խոսքով ինչպես եք գնահատում ձեր շանսերը խորհրդարան անցնելու եւ նաեւ այդ տոկոսային հարաբերությունը, թեև չեմ սիրում մատնանշել, բայց այդուհանդերձ դուք ինչ ճակատագիր եք կանխորոշում այս պահի դրությամբ։ Շատ լավ, բազմաֆունկցիոնալ հարցեր տվեցիք, փորձեմ հերթով պատասխանեմ։ Այո։ Նախ ամփոփում ենք պայքարով։ Առաջնորդության Վարդան Ղուկասյանի, գիտեք, որ վարչապետի տեխնացուն է։ Ինչի պայքարով, որովհետև այն նախընտրական քարոզարշավը, որ մենք տեսանք, որը եղել է եւ 10 տարի առաջ, եւ 20 տարի առաջ, եւ 30 տարի առաջ, ոչինչ չի փոխվել։ Վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, մանկապարտեզներից, դպրոցներից եւ այլն, ավելին այսօր այլ հարթակում հրապարակային հայտարարել են, որ վարչական շրջանի ղեկավարներից մեկը իր նազիր վեզիրներին պարտադրել է, որ այն ընտրողները, ում որ պարտադրում են, որպես կանոնակ պետական կամ թիմ աշխատողներ են, պարտադրում են, որ գնան ԿՊ-ին ընտրեն, պարտադրել է, որ քվեախցիկում նշում անեն ԿՊ-ի համապատասխան այդ համարի տակ, դնեն ծրարի մեջ, երևա ծրարը եւ երևա այդ քվեաթերթիկը եւ նկարեն ուղարկեն նազիր վեզիրներին, նազիր վեզիրները իշխանիկներին եւ միգուցե այդպես կբարձրանա։ Ահավասիկ սա է նախընտրականը եւ գումարած դրան նաեւ մարդկանց առնել ծախել, ընտրողներին առնել ծախելը, կաշառքները, բաժանելը եւ երբ պետական լիազոր մարմինը իդեմս իրավապահ մարմինների պաշտոնական հայտարարությունը դնում է այսպես ասած ծանր հանցագործության մասին եւ ոչ մի քաղաքական ուժ, ում որ վերաբերում է դա չի դիմում նորից պետական լիազոր մարմինի դեմս դատախազությանը ասելու թե դա իրականությանը չի համապատասխանում, պատասխանության ենթարկեք այդ պետական լիազոր մարմինին։ Ահավասիկ այս ֆորմատով է գնացել նախընտրականը եւ ինչպես պայքարի մարտիկ եղել ենք Վարդան Ղուկասյանը, ես ցուցակի մեջ գտնվող բազմաթիվ падգամավորի տեխնացուներ այդ պայքարով շարժվում ենք։ Նաեւ տեղեկացնեմ ձեզ հարգելի Լիանը, որ օրեր առաջ կենտրոնական հանձնաժողովը հայտարարեց, որ Արցախցին ընտրելու իրավունք է ձեռք բերել, դա եւս մեր կուսակցության իդեմս ինձ բարձրաձայնումներ 4-րդ իշխանության միջոցով եւ այլ հարթակներով, որի արդյունքում մենք այսօր ունեցանք գոնե այդ հարթության վրա որոշակի խախտված իրավունքը վերականգնվեց, տրվեց ընտրելու իրավունք։ Այստեղ մի կարևոր հանգամանք ասեմ։ Այո, ասեք։ Եթե այլ քաղաքական միավորումներ գործողություններ են անում, շուտ ասելուկի պես բակից բակ են թռնում, ինչ-որ խոստումներ են տալ, ընտրակաշառքներ են բաժանում, պարտադրում են պետական համակարգի աշխատողներին տոտալ ձևով, լոկալ ձևով գնալ իրենց ընտրել։ Մեր նպատակը այդ որ բարձրաձայնեցինք նա չէր, որ Արցախցու խախտված իրավունքը պետք է վերականգնել եւ բոլոր արցախցիները պետք է գան ընտրեն ԴՕԿ կուսակցությանը։ Ահավասիկ մեր պայքարը եղել է այդ հարցության վրա։ Ինչևից է, ինչ վերաբերում է ինչ արդյունքներ է ակնկալում։ Այո։ Դա վերջի խոսքի իրավունքը դա ընտրողին է տված եւ ես ասեմ հետեւյալը, որ ընտրողը ինքը պետք է որոշի 30 արծաթով ծախվի եւ հետագայում թոշակ չավելանա, բիզնեսմենի հարկային քաղաքականությունը չփոխվի, ինչի, որովհետեւ որպես կանոն փոխտվողը պետք է նաեւ դա կարողանա հետ վերցնի տասնյակ ով պատվիրում է, ով վճարում է, նայել պատվիրում է։ Միանշանակ ճիշտ եք եւ միակ քաղաքական ուժն է այսօր, որ փորձում է եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ գլխավոր պլան մղել այն մշակույթը, որը որ կոչվում է ընտրություն, եւ միակն ենք ըստ էության, որ պայքարում ենք այդ կեղտի դեմ, մեղմ ասած, պայքարում ենք այդ կեղտի դեմ։
Պարոն Բաղդասարյան, նախընտրական այս մարաթոնի շրջանում գրեթե բոլոր այսպես ճակերտավոր ասված ընդդիմադիր ուժերը կարծես թե թիրախավորվեցին իշխանականների կողմից, իրավապահների կողմից, մասնավորապես դուք կուսակցության պարագայում մի տեսակ կարծես թե որևէ տիպի սլաքներ չուղղվեցին այս ուղղությամբ եւ որևէ գործընթաց, որևէ process, որևէ այսպես ինտրիգներ մենք չտեսանք այս դեպքում։ Ինչով սա կպայմանավորեք, որ չհայտնվեցիք այդուհանդերձ իրավապահների թիրախում եւ դա այն պայմաններում, երբ նույն Վարդան Ղուկասյանը գտնվելով անազատության մեջ շարունակում է անուղղակաբար քննադատել եւ իշխանականներին եւ նաեւ ճակերտավոր ընդդիմադիրներին։ Ինչով սա կբացատրեք։ Բոլորը թիրախավորվեցին, կարծես թե բացի դոկից։ Պատասխանը Լավ եք իշխանությունների հետ, պարոն Բաղդասարյան։ Այդ հարցին է կպատասխանը։ Այո, անպայման։ Գայանե Զարգարյանը չէր լինի, եթե այդպես Այո, հարց չտա։ այո։ Ավելին եկեք արձանագրենք, որ ցնցող հարցերի նախադեպային իրավունքը 4-րդ իշխանության վերցրել է Բաղդասարյան Լևոնը, որ դրա իրավունքը սահմանների մեջ դրագրով ունի ամեն։ Եվ դրա համար դուք շատ Դե դուք գիտեք, որ այդ հարցերը շատ են քննարկվում այս օրերին, ես միանգամից այդ հարցն ուղեմ։ Հարգելի Զարգարյան, չէր էլ կարող լիներ, որովհետև քիչ առաջ ասեցի կրկնում ենք, մենք պայքարել ենք անօրինականությունների դեմ, մենք չենք կարել այս ընթացքում մի խախտում, ավելին ասեմ, խոշորացուցի տակ ենք մենք եղել, չենք արել մի խախտում, որը կարող էր պետական լիազոր մարմինների կողմից որոշակի գործառույթներ իրականացվել։ Ինչ վերաբերում է Կարգապահություն եք, այսինքն ապահովել։ Մենք անգամ հայտարարեցինք, մենք այս նախընտրական քարոզարշավի ժամանակ օրենքի դիկտատուրան սկսելու ենք մեզանից։ Եվ մենք փորձեցինք մշակույթ վերցնենք, որ նախընտրական քարոզարշավը պետք է արվի բացառապես օրենքի շրջանակում։ Չպետք է կպնենք քաղաքացու արժանապատվությանը պարտադրելով, չպետք է կպնենք քաղաքացու ընտրողի արժանապատվությանը ծախելով, առնելով եւ այլն։ Եվ այդ պայքարի արդյունքում, այո, տեսեք, միակ քաղաքական ուժներ, որ եւ հայտարարեց Արցախցին գնալու Արցախ իր ծրագրում, եւ օրենքով սահմանված կարգով չարգելված եղանակով գործողությունների արդյունքում, այո, իրավամբ կենտրոնական հանձնաժողովը արդարացի որոշում կայացրեց, տալով ձայնի իրավունք։ Մեկ անգամ եւս կրկնում եմ, դա ձայները չի գալու դուք կուսակցությանը։ Մենք պայքարում ենք ընդհանուր խնդիրների հետ կապված ընդհանուր հարցեր լուծելու։ Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի խոսույթին։ Վարդան Ղուկասյանը այս 5-7 տարիների ընթացքում իր անձնականի համար ոչ մի բացահայտում չի արել, բացառապես արել է բացահայտում անձանց խախտված իրավունքները վերականգնելու հետ կապված, լավ եք հիշում տասնյակներով, հարյուրներով, հազարներով, ինչ աշճանի քաղաքացին պետք է նեղված լինի, որ զանգահարի վերելակի հետ կապված հարց, որպեսզի Ղուկասյանը լուծի, զանգահարի առողջության հետ կապված հարց, բարձրաձայնվեց կոռուպցիոն են սխեմաները, որի արդյունքում բյուջեից տասնյակ միլիոններով դոլարի գումարներ էին գնում, եւ այո, դա բացահայտվեց բացառապես Վարդան Ղուկասյանի կողմից։ Եվ դա է պատճառը, որ առիթը բաց չեմ թողնում հայտարարելու, որ այս 5-7 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանը ավելի քան շատ բան արեց, քան թե պետական լիազոր մարմինները իրենց այդ գործառույթներում, որտեղ ունեն իրենց պարտավորությունները, իրենց պոզիտիվ պարտավորություններ դա։ Այս 5-7 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանը ավելի շատ բան արեց, քան թե այսօր նախկին ներկա կուսակցությունները իրար հետ գումարած։ Տեսեք, բակ դուր ընկել են շուտ ասելուկի պես ինչ-որ ծրագրեր են իրականացնում։ Բա նախկինում ինչի՞ ծրագրեր չեք իրականացնում, ներկաներ ինչի՞ այդ ծրագրերը չեք ներկայացնում։ Ձեր առավել պասիվ մարտավարությունը քարոզարշավի ընթացքում ինչով է պայմանավորված եղել, պարոն Բաղդասարյան, ռեսուրսի բացակայության խնդիր է եղել, հատուկ մարտավարություն եք ընտրել որպես այդպիսին, թե կարևորը Վարդան Ղուկասյանը հնդիկներով, արաբներով, փղերով, մի խոսքով, մատյան գնդով կարևորը կժամանի տուն, որ կկամենա եւ դրանով կարելի ասել խնդիրը կլուծվի։ Այսպես հասկանալ։ Ձեր հարցը բաժանեմ երկու մասի։ Բաժանեք։ Առաջինը ֆինանսական ռեսուրսների հետ կապված։ Ի տարբերություն բազմաթիվ քաղաքական ուժերի, որոնք այսօր ցանկանում են ազգային ժողով մտնենք, մենք եւս որոշեցինք նախադեպ սարքենք, որ մենք պատվերով
անգամ հրապարակային հայտարարել եմ։ Այո։ Պատվերով չեն գնալու ընտրությունների։ Գիտեք, այն ինչ որ կատարվում է այսօր եւ լսում ենք, մի մասը տեսնում ենք, մի մասն էլ քրական վարույթներ կա, մենք որոշեցինք, որ գումար չենք վերցնելու ոչ միայն առանձին պատվիրատուներից, ավելին հայտարարեցինք մենք ռուսաստրուկ չենք, եվրոպաստրուկ չենք, ամերիկաստրուկ չենք։ Մենք որոշեցինք գնանք հետեւյալ մշակույթը դնելով, որ բացառապես չենք վերցնելու պատվեր, որի տակ լինելու են չամադանով փողեր, ոնց որ Ղուկասյանն ասում դոլարնի։ Եվ դրա հետ Ձեզ դոլարնի առաջարկել են չամադանով, պարոն Բաղդասարյան կներեք։ Ես նորից կրկնում եմ եւ հրապարակային հայտարարում եմ։ Այն պայից սկսած, որ ստանձնեցի նախագահական շտաբի կոորդինացիոն աշխատանքները, ինչպես Վարդան Ղուկասյանն ասում գլխավոր շտաբի պետը, որը եւ հայտարարեց բոլորին, որ անվերապահորեն վստահում եմ եւ պարոն Բաղդասարյանի խոսքն է վերջնական, ուրեմն հերթ է եղել իմ մոտ, ինչպես չամադանով, դոլարնիով, ինչպես քաղաքական խաղացողների, այնպես էլ նաեւ քաղաքական պատվեր տվողների, ովքեր պատրաստական էին ոնց որ հանրայդ փաստադա արդեն անելու իրենց առաջարկությունները, ինչպես նաեւ պատվեր տալու, թե որ այսպես ասած մեղմ ասեմ, ցուցակի որ համարում ով պետք է լինի։ Մենք դրան դեմ ենք եղել եւ միևնույն ժամանակ դրանով սարքեցինք նախադեպ այս 30 տարվա մեջ ես որքան հասկացա այնքանով որքանով Այսինքն մանդատ գնելու է խոթեցի այս քաղաքական այսպես ասած բանի մեջ հորձանքի մեջ հասկացա որ այս 30 տարիների ընթացքում եղել են ինչպես այլ երկրների քաղաքական պատվերներ, այդպես էլ անհատ քաղաքացիների քաղաքական պատվերներ։ Միանշանակ հայտարարում եմ դեմ ենք կանգնել, մեր մոտ դրա հետ կապված նաև հերթ է եղել եւ այո, մենք գնում ենք մաքուր ձեռքերով։ Մյուս հարցը որևէ մեկը, այո, չամադանով, դոլարներով չի ներխուժել փաստորեն։ Ուրեմն հրապարակային գործընթացի մեջ մերժվել են, անգամ մի առիթով ասել եմ, լավ իմաստով եմ ասում դասողները, ովքեր առաջարկել են թող չնեղվեն, ասել եմ գրեք Մեսրոպյան Այբուբենի 29-րդ տառը։ Եվ ի պատիվ Վարդան Ղուկասյանի վերջին հաշվով Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ այդ մարտավարությունը նաև գնացել, կիրառող ես եմ եղել է բացառապես վերջինիս գիտությամբ, այո, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մաքուր ձեռքերով։ Այդ դեպքում ինչ ֆինանսական ռեսուրսներով եք պայքարի մեջ։ Ավելին, ոչ մի падգամավորի տեխնացում բացարձակ մի ցենք չի վերցվել, ոչ միայն չի վերցվել, այլ նաև քաղաքական պայմանագիր ենք ստորագրել, լավ հասկանալով, որ Հայաստանում գործում է ամեն քայլափոխի կա դավաճանություն, ընդհանուր ազգային ժողով մտնելուց հետո բարիկադից բարիկադ թռա։ Այո։ Եվ կնքել ենք քաղաքական պայմանագիր, որտեղ ամրագրել ենք հետևյալը։ Կիսում ես Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ այն գաղափարախոսությունը, որ ունենք, եւ ծրագրերը, այո։ Ազգային ժողով մտնելուց հետո, եթե գաղափարախոսությանը դեմ կլնես դա քո համազգական իրավունքն է, ապա օրենքը թույլ է տալի մանդատդ վայր ես դնում, այո, եւ գալիս է հաջորդիվ այն անձը, որ քո հերթական համարի շարունակողն է։ Եվ երրորդը, մենք ունենք, այսպես ասած, հատուկ գրված այս իշխանությունների համար օրենք, որ ասում է падգամավորը ազատ է եւ այժմ մտնելուց հետո իրավունք ունի թիմով, տասնյակներով, քսաններով ճամբարափոխ լինենք։ Եվ ասել ենք, եթե մտքովդ կանցնի այդ հիմար օրենքը իրագործես, ուրեմն դու պետք է այդպես վնաս վճարես պլյուս անսահմանություն գումար։ Փորձել ենք հնարավորինս խոսքը գնում էր 1 միլիարդ դրամի մասին եւ ինչպես ժողովրդական լեզվով ասած ղազագրեր ստորագրելու մասին, դա այն նկատի։ Հարգելի Գայան է, ուրեմն եկեք ճիշտ է որ 1 միլիարդ եկեք լինենք անկեղծ եւ օբյեկտիվ։ Ես ճանաչելով ձեզ լավ գիտեմ, որ հայրենասի տիպիկ տեսակ եք։ Շնորհակալ եմ շատ։ Դա ամեն մեկին էլ չի ասվում եւ եթե ձեզ ձեռք կա տալիս 30 տարվա ընթացքում այն ճամբարափոխությունը, որ եղել է, մենք գիտեք ինչ։ Բնավ։ Մենք այո, բնավ։ Դրա համար եթե կա օրենք, որ իրավունք է վերապահում, որպեսզի ճամբարափոխ լինի, ես քիչ հետո դրա իրավականներ կանդրադառնամ, ապա քաղաքական հարթակում մենք կնկեցինք լոկալ իրավական պայմանագիր բխող բոլոր իրավունքները եւ պարտականությունները։ Նպատակը դա եղավ, որ իրաց պապաները որ ուզենան գնեն, չկարողանան
այսպես ասած գնեն այդ ռիսկը Զսպաշապիկ եք դա համարում։ Եվ խնդրեմ Ղազագիրը վիրավորանքա այդ խոսքը Ես պարոն Բաղդասարյան ցիտեցի այն, ինչը որ տևական ժամանակ առաջ տարբեր հարթակներում, այսպես համացանցային դիրույթում գիտեք, որ շրջանառվում էր որպես այդպեսին եւ հետո միայն ձեր դեպքում չի եղել, այլ քաղաքական ուժերի պարագայում եւս որպես այդպեսին Ղազագիր, այսպես ասված, շրջանառվել է այդ թեզը։ Սա առաջի դեպքն է, այլ դեպքեր եղել են իրականում Ղազագիր են եղել։ Սա Ղազագիր չէ, հստակեցնեմ։ Դեր ասած Ղազագիրը գիտեք որն է եղել։ Որն է։ Երբ քաղաքական ուժը կանչել է падգամավորի տեխնացիոն, ասել է հենց հիմա դիմում գրի, որ բանա, երբ պետք եղավ, գնաց հրաժարվեց քո մանդատից։ Մենք նման բան չենք արել։ Մենք դրել ենք խաղի կանոն։ Ընդունում ես գաղափարախոսությունը, այո։ Հետագայում եթե գաղափարախոսությունից հրաժարվում ես, մանդատը դնես։ Մտքովդ չանցնի ճամբարափոխելնես։ Քանի որ օրենքը թույլ է տալիս։ Այսինքն դուք ճամբարափոխության դեմ եք կոնկրետ պայքարել այս ճանապարհով։ Միաժամանակ։ Ինչ վերաբերում է համացանցում, ասում են դուք պրոֆեսիոնալ լրագրող եք։ Շնորհակալ եմ։ Եվ բազմիցս ես հրապարակային նաև այլ հարթակներում, շնորհակալ եմ։ Դուք գիտեք, ասել են լավագույն հետաքննող լրագրողներից մեկը, կացված եմ։ համացանցի ամեն աղբ պետք չի որ բերեք եթերով եւ Բաղդասարյան Լևոնին հարստակ մի ընդհատեք։ Եվ երկրորդ ամենակարևորը համացանցում պատտվում է, որ Բաղդասարյան Լևոնի տղան չի ծառայել։ Իսկ Գայանե Զարգարյանը կարծում եմ տղայի կենսագրությունը լավ գիտի, որ ոչ միայն չի ծառայել, այլ 45-օրյա պատերազմի ժամանակ այո, եղել է մարտի դաշտում։ Ոչ միայն եղել է մարտի դաշտում, նրա երեխան ընդամենը եղել է 7 օրեկան։ 7 օրեկան։ Եվ Ես տեղակ եմ, այո, այդ մասին Այսինքն գիտեմ։ եթե համացանցի մենք աղբը պետքա վերցնենք Չէ, մենք աղբը չենք տեղափոխում, պարոն Բաղդասարյան, նկատի ունեմ որպես այդպիսին ձևակերպումը հանրային այսպես տարբեր շրջանակների կողմից տրվել է որպես այդպիսին այդ Ղազագիր անունն է տրվել, բայց հիմա դուք բացատրեք հանրությանը, մարդիկ հասկանան եւ բացատրում եք։ Հիմա սրա անունը մենք դնում ենք պայմանագիր, ինչ է։ Պայմանագիր, որպեսզի չեզոք հասնենք ազգային ժողովում, ազգային ժողով անցած падգամավորների դավաճանությունը։ Ավելին, բոլորն են ստորագրել, պարոն Բաղդասարյան, բոլոր տեխնացուները։ Բանա այն տեխնացուները, ովքեր մեր ցուցակում կան, առաջի 30 համարի։ Այո, բոլորը ստորագրել են։ Դրվել է այդ խաղի կանոնը, չի պարտադրվել։ Ուզում ես падգամավորի տեխնացու դառնաս։ Այո, ոչ մի ցենտ։ Կան մարդիկ, որ չեն ստորագրել։ Ոչ մի ցենտ, բայց չթողում միտքս ավարտել։ Ավարտեք։ Ես ասեցի առաջի 30 համարի բանա ստորագրված է եղել, եթե բանա չգիտեմ որոշակի բացառություն կա թե չկա, դժվար եմ ասեմ, դրան ուշադրություն չեմ դարձրել, դե կարևորը գաղափարներ, հասկանում եք։ Ինչ վերաբերում է այդ օրենքին, այդ օրենքը պետքա գործի, բացատրեք։ Պետքա գործի ցիվիլ երկրներում, ոչ թե Հայաստանում, հասկանում եք, ես 30 տարվա մեջ ինչ ենք վատ ապրում, անձը մտնում ազգային ժողով, իշխանությունը կամ կաշկանդում է, տղայդ վերակրական գործ կա, քեզի պաշտոն կտամ, տղայդ պաշտոն կտամ, չգիտեմ, բանակից կազատեն նաև, չգիտեմ, Մի խոսքով նախապայմաններ Մենք առաջարկներ։ որոշեցինք այդ կերպով չեզոքացնենք, բայց մտնելով ազգային ժողով եւ օրենսդիր մարմիններ ուրույն դերը ունենալուց հետո մենք այդ օրենքը հանելու ենք։ Ավելին այդ կարգի գործառույթների տակ տեսնելու ենք նաև դավաճանություն։ Ավելին դավաճանության հետ կապված մենք ունենալու ենք համապատասխան օրենք, որպեսզի լինի մահապատիժ դավաճանողներին։ Եվ դա ոչ միայն վերաբերում է հայրենիքի դավաճանին, այլ նաև այս կարգի երևույթներին։ Մենք ամեն քայլափոխի տեսնում ենք դա, եւ դա մշակույթ է եւ ցավոք օրինապաշտ քաղաքացին դառնում է փոքրամասնություն բոլոր բացական հետևանքներով։ Ինչ վերաբերում է փղերով եւ Այո, հնդիկներով, արաբներով Հարգելի Գայանե, եկեք արձանագրենք հետևյալ փաստը։ արձանագրենք։ YouTube-ը կա, հետ գնանք տեսնենք։ Առաջի անգամ հայտարարում է Վարդան Ղուկասյանը, ասում է, այսինչի լակոտը բանակ չի գնացել, հայտարարություն եմ տալիս այսինչ լիազոր մարմնին, որպեսզի համապատասխան գործառույթ իրականացնեն։ Հաջորդի հայտարարությունը տալի, որ այսինչ հիմնարկում, այսինչ կոռուպցիոն ռիսկ ա եղել, տեղեկացնում եմ ձեզ, գնացեք բանակ, որը վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարներին։ Ոչ մի հայրամ դուք չեք տեսնի։ Հաջորդ անգամ անդրադառնում է եւ հողում է անում փղերին, հնդիկներին եւ այլն։ Արաբներին։ Եվ եզակի անձնավորությունը, որի խոսքի ուժով այսօր տասնյակ հազարավոր խախտված անձանց իրավունքա վերականգնվել։ Եվ եթե այսօրվա օրը եկեք
ֆիքսենք, երբ անձը չունի այլ գործիքակազմ խախտված անձի իրավունքը վերականգնելու, անձը գնացել է այդ ծայրահեղ միջոցով։ Ճիշտ լավ բան է, ոչ, վատ բան է։ Դուք պատկերացրեք, եթե այսօր երկիրը երկիր լիներ, Վարդան Ղուկասյանի խոսույթին ով էր լսելու։ Հազարավոր մարդիկ ինչի պետքա զանգեն, ասեն մեր հասի, այս 2-3 ամիսա մեր կանալիզացիան մտել է մեր բացառավոր ընտանիքներ մինչ այսօր մատնանշում են, որ իրենց անձնական տարածք է փաստորեն ներխուժել Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, անձնավորել է ընտանիքի տարբեր անդամների, թիրախավորվել են այդ ընտանիքները, բացականա, բայց մենք վերցնում ենք գլոբալ հարթության վրա, հա։ Խոսքս ավարտեմ։ Զանգել ենք 2-3 ամիսա մեր կոյուղաջուրը լսվել է մեր շենքը, ոչ մեկ բան չի անի, մեկ տիրություն արա, եկել են, փորել են, գնացել են։ Մեկ ժամվա ընթացքում այդ մարդը տիրություն արել վերականգնվել, ահավասիկ, բայց դա եղել իր գործիքակազմը։ Վաղ իր առաջնորդությամբ կլինենք մենք օրենսդիր մարմնում եւ գործադիրում, այն ժամանակ մոռացեք, այն ժամանակ եթե որակը ապահովել եւ ամենը իր տեղում դերում ալնելու։ Ընդհուպ յուրաքանչյուրի խոսույթը, այսպես ասած, հայախառը պատժվելի օրենքով սահմանված կարգով։ Այսինքն հետագայի համար չի լինելու հայհոյանք, պարոն Բաղդասարյան։ Արգելի Գայանը, եթե կա գործիքակազմ, այսօրով չի հայհոյում։ Տեսեք, մտնեք մի հատ երթուղային տաքսի, տեսեք ինչ են ասում, ինչ են հայհոյում։ Թողենք, որ լոկալ ձևով են հայհոյում, թողենք, որ փողոցային խոսույթի մեջ այդ բանը կա։ Բայց ախր քաղաքական հայտ է ներկայացնում, եթե տվյալ անձը եւ շատ ծանոթացինք այս լոկալ բանով, ես միտքս ամփոփեմ։ Գործիքակազմը անձի դա եղել, որը որակ ապահովել։ Այսօր բազմահազարանոց մարդիկ հայում են, ուղղակի հայել համար, մարդը հայելը տակը փաստադրել։ Ինչ վերաբերում է արդյոք այդ անձնական տարածք մտնելը բան եք անում, ողջունում եք թե չի, ոչ, ինքս չեմ ողջունում, ինքս էլ ինձ թույլ չեք տա, բայց դուք պատկերացրեք Վարդան Ղուկասյանի անձի ֆակտորը այնքան է, որ լավ գիտակցելով ոնց է թիրախավորվելու եւ ում է թիրախավորում, ըստ էության, չէ, որպես կանոն օլիգարխներ, պաշտոնյաներ եւ այլն, նա ինքնազոհություն արի, հավատացնում եմ ձեզ, անձը ստորադասել է, բանը տակը փաս դնելով, թե ինչա տեղի ունենում։ Կունենա հետագայում այլ գործիքակազմ, իրավական գործիքակազմ արդեն։ Չի հայում։ Մոռացեք, ոչ միայն չի, դա բացառվում է ուղղակի։ Դու բանը ոչ միայն չի այլ նաև վերանալու է Զորբաների ինստիտուտը, հարգելի Գայան է, դուք հետաքննող լրագրող եք։ Այսօր անձը իջնում է փողոց, որպեսզի իր հարցը լուծի։ Այսօր անձը դիմում է Վարդան Ղուկասյանին, որ իր խոսույթով հարցը լուծի։ Ես հասկանում եմ դա։ Վերանալու է դա, եթե վերանալու է, ուրեմն այդ խոսույթն էլ է վերանալու։ Մոռացեք Զորբաների ինստիտուտը, մոռացեք փողոցի արդարադատությունը, մոռացեք ընտրովի արդարադատությունը եւ իհարկե դավաճանությունը։ Մենք նորից եմ կրկնում, օրենքի ուժով, եթե դավաճանություն ունի մահապատիժ, մենք հայտնվելու ենք այլ հարթակում, այլ հարթության վրա։ Անձը պետք է գիտակցի, որ դավաճանությունը վատ բան է։ Նորից եմ կրկնում, դավաճանությունը միայն հայրենիքի դավաճանությունը չի։ Միանշանակ։ Դավաճանությունը օրեկան ռեժիմով կարծեմ դուք ավելի շատ եք տեսնում, թե ոնց են մի բան ասում, հետո այլ գործողություն անում, դա եւս դավաճանություն է։ Մենք հասնելու ենք դրան։ Դուք հավատում եք, որ իրականում կկարողանաք այդ Զորբաների դեմ պայքարել եւ հավատում եք, որ Վարդան Ղուկասյանը իսկապես այսպես ասեմ, հա կվերանայի իր օրակարգը եւ այդ հայհոյանքի խոսույթը կտեղափոխվի որպես այդպեսին արդեն իրավական գործիքակազմ եւ կոնկրետ լծակներով կկարողանաք, եթե հասնեք հաջողության։ Դուք հավատում եք, որ կլինի ոչ միայն հավատում եմ, գրուկ պեչատուկ։ Մի հարց չմոռանանք, ես չեմ մոռացել, ինչ հարաբերություններ ունեք, պարոն Բաղդասարյան, դուք լավ գիտեք, որ այս օրերին քննարկվեց էլի մամուլի էջերում, որ դուք մասնավորապես ունեք ջերմ, այսպես ասած, անձնական ջերմ հարաբերություններ եւ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, կլանի հետ կային որոշակի այսպես տեղեկություններ, լուրեր էին պտտվում, որ իշխանականների հետ եւս այսպես սեպարատ հարաբերություններ կան ձևավորված, ավելին խոսքեր գնում, որ վերջում դոկի, այսպես ասած, ձայները, չգիտեմ, փոշիացվելու են, վերջում բաժին են հասնելու իշխանականներին, ԿՊ-ին են հասնելու եւ այլն։ Մի խոսքով ամենատարատեսակ խոսակցությունները վստահ եմ ծանոթ եք մամուլի այդ հրապարակումներին։ Պատասխանեք, ում հետ եք մտերիմ, ում հետ ինչ հարաբերություններ ունեք, ինչ պայմանավորվածություններ ունեք վարակույրից այն կողմ
ում հետ եք ձեռք սեղմել կամ չեք սեղմել, ինչ եք արել, պատմեք։ Հարգելի գայաներ, դուք ինձ որ թվականից եք ճանաչում, որպես իրավապաշտպան։ Ոյ, արդեն երևի 15 տարի եւ ավելի։ Ես իրավապաշտպան ոլորտում եմ 2001 թվականից։ Այո։ Ով գույնե հարգելի գայաներ, ձեր լրագրողական մասնագիտական աշխատանքի ընթացքում դուք Վաղուց եմ ձեզ հետ, այո։ Ծանոթ թե ինչ հնչեղ քաղաքական եւ ոչ քաղաքական գործեր եմ արել, նաեւ կարծում եմ որոշակի ծանոթ եք թե ինչ շրջապատի տեր եմ։ Նկատի ունեմ մասնակցական Մանվել Գրիգորյան բանդայի գործ շատ լավ հիշում եմ, սաբանել են նախորդ դարի 2001 թվականին ամեկ+ էին եթերազրկում։ Այո, նաև այդ ժամանակ եղել է կապունկտերում հավաստիացում հավաստիացում եմ։ Գնացել ենք դատական նիստի աշխատանքի բաժանում էինք արել։ Մնացել եմ ես եւ միջազգային միության նախագահ Լուսակի Տիգրան Տերեսյանը։ Այդ Բաղդասարյան Լևոնի տեսակն է։ Նաև իրավունք թերթի շուրջ ստեղծված այսպես զարգացումների եւ իմ ծառայությունները մատուցվել է ոչ միայն Հայաստանում, անունս ընչեղը նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, այդ Հարևան Մելիքության հետ եթե բան լիներ, Ադրբեջանն հետ շատ մի քանի գործեր կան, որոնց ծանոթ եմ, գիտեմ, պարոն Բաղդասարյան, Միացյալ Նահանգներ Եվ այդ հարսանիքին, որ ասվում է, որ եղել է ձեր տղայի հարսանիքին գործող նախագահան եւ այլ հայտնի անձիկ, նաեւ թողում անեն, թե դրսից ովքեր են եկել։ Սենատորի անվան տակ, նահանգապետի անվան տակ, դա իմ գործունեությունը։ Ասում են նաեւ Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել ձեր ձեր տղայի հարսանիքին։ Շատ բան կարան ասեն, դուք ներկա եղել եք այդ ժամանակ։ Ներկա չեմ եղել, ձեզանից հարցնում եմ, որ լսարանը եւս ներկա բացակայած կլինի։ Ափսոս։ Եվ 2001 թվականից ես եղել եմ իրավապաշտպան հարթակում, պետական պաշտոն չեմ ունեցել։ Այո։ Ուրեմն Փաստաբան Լևոն Բաղդասարյանը դեր առաջին նախագահի ժամանակներից պայքարել է ընտրովի արտահայտության, քաղաքական պատվերը գործերի, փողոցի արտահայտության, ուժերի կամքով գրվող դատավճիռների դեմ։ Ես շատերը համարում էին համակարգին, ես մտնում եմ այդ նույն համակարգի դեմ։ Ես շատերը լռում էին, որպեսզի չկորցնեն հեղինակությունը, պաշտոնը, առողջության անվտանգության հետ կապված հարցեր կար եւ հարմարավետություն էին դրսեւորում։ Ես պաշտպանում էի մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվում էին հենց իշխանության կողմից։ Դուք կարող եք քրոնոմետրաժանել տեսնել առաջին նախագահից մինչև այսօրվա վարչապետը։ Իշքան հնչեղ գործ կա իդեմ պետության լիազոր մարմնի խախտված անձի իրավունքի ես կանգնել եմ։ Ու նման դեպքում իմ տղայի հարսանիքին եզակի բաներ, որտեղ կային եւ օպոզիցիան եւ պոզիցիան անուններով չասեմ։ Եվ իմ երազանքն է եղել այդ հարսանիքն էլ արձանագրել եմ, որ գա մի ժամանակ, երբ պետականաշինության գործում եւ օպոզիցիան եւ պոզիցիան միական լինենք։ Սեղանի շուրջ կարողանան գոնե հավաքվել։ Այո, դուք չեք պատկերացնում ինչ ուրախ հարսանիք էր, խառնվեցին բոլորը իրար։ Հիշեք 16 թվական իշխանության կարգավիճակը, փողոցային էլի հայտարարությունները, հայացքները եւ այլն, հա։ Ընդամենը կես ժամ հետո խառնվել եւ քեֆ են արել։ Դա ես համարում եմ ձեռքբերում։ Ինչ վերաբերում է նախկիններին, ներկաներին, միակ քաղաքական ուժն է, որ այսօր հայտարարում է ոչ նախկիներին, ոչ ներկաներին, չեք տեսնի այլ քաղաքական ուժ, որը տես կհայտարարի, կամ ասում են ներկանաքխ, կամ ասում են նախկիննակխ, եւ դրա երեկվա լավ ապացույցներ հմեկով երբ բանավեճ էր գնում այդ նախկիների ներկաների միջև, դա մեղմ ասած կատաստրոֆիկ բանավեճ էր։ Մեղմ ասած դուք կատաստրոֆան բան եք ասում, լավ եք ասում։ Խուժանությունները դա քաղաքական խուժանություն, որտեղ քաղաքական անբարոյականները ցույց են տալի, թե ողումից ավելի անբարոյական է։ Ահավասիկ, եթե ես կախված լինեմ գործադիրից, կախված լինեմ նախկին ներկաներից, կասեմ այդպեսի բան, բայց այստեղ ես վերապահում եմ անում հետևյալ կերպ։ Եթե նախկինները եւ ներկաները այնքան հզոր լինեն, որ հրապարակային հայտարարեն իրենց կատարած սխալները, ներողություն խնդրեմ։ Ապաշխարեն եւ իրավական, եւ քաղաքական, եւ բարոյական հոգեվոր կարեւոր բան եմ ասում։ Իրանք եւ պատասխանատվության ենթարկվեն, բայց չի լինելու փողոցի արդարադատություն։ Մի անգամից ասեմ, դավաճանությունը մահապատիժ առնելու։ Եվ ոնց եմ ասում, կապ չունի դա հայրենիքի դավաճանությունը։ Այդ որոշմանը ես ինքս 10 ձեռքով կողմ եմ մահապատիժի։ Սանիտարական մաքրումը միանշանակ լինելու է Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ։ Դրանից հետո այդ ուժերը լինելու են եղբայրները եւ քույրերը։ Պաշտոնապես հայտարարում են։ Եթե Վարդան Ղուկասյանը
այսպես ասած իշխանության ժամանակ փորձի փողոցի արդարադատություն անի, ընտրովի արդարադատությունը, որը չի լինելու։ Ես լինելու եմ այդ մարդկանցից յուրաքանչյուրի կողքին որպես իրավապաշտպան։ Դուք կլինեք, իսկ Վարդան Ղուկասյանը։ Ներողություն, ես ասում եմ դա բացառում եմ։ Այսօր ես ցուցակի առաջի համարում եմ հարգելի Գայանե։ Այսօր Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ մենք ծրագիր ենք գրել։ Ծրագիր են գրել, թե ոնց են կառուցելու արևային Հայաստան։ Ես դա բացառում եմ, բայց ծիարիսկի եթե պետք է վերցնենք, պետք է լինի, այդ դեպքում ինչով ենք մենք նախկիններից տարբերվում, հա? Զորբաներին դնենք կողքներս, դառնանք կինոյլը, չի լինելու տենց բան։ Մենք վերցնենք լուրջ պարտավորություն բոլոր հետևանքներով։ Հա, ես անկեղծ եմ ասում, կանգնել եմ իրենց կողքի։ Ես մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Բերեք։ 2 թե 3 տարի առաջ ժամանակային չեմ կարողանում հիշեմ, Ցեղասպանության տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանի կինը եւ փոքրիկ երեխան այն ժամանակ 4-5-6 տարեկան էր, չէ՞։ Հա, միջադեպին եք երևի ուզում արել։ Հարգելի Գայանե, դուք պատկերացրեք այդ երեխայի արցունքները, ես TV-ով եմ նայել, ես կողքին եմ եղել։ TV-ով տեսա ես այդ երեխայի արցունքները։ Աչքերս խփել եմ իրավական հարցը, բերանս բացել եմ եւ կործանել եմ այն մարդկանց, ովքեր վիրավորել էին այդ բարեկին։ Հասկանում եք, դա ես չեմ կարող։ Դրանից հետո գիտեք ինչ գրեցին։ Բա որ ասում ենք Նիկոլի մարդն է, Հիմա գալիս էի հենց մոտենում էի այդ հարցը, որ բաղուր ասում են։ Իրավունքը այդ բաղուր ասելու վրա եթե ուշադրություն դարձնեմ, այս ստանդարտից դուրս գործեր ես չեմ անի, ես չեմ ուզում այլ բան ասեմ։ Գիտեք, իրավունքը գիտությունը բարո արդարի մասին։ Միանշանակ։ Այդ երեխեն, այդ բալիկը, անգամ եթե ինչ-որ առիթ հանցագործություն է կատարվել իր պապայի կողմից կամ չի, նախ այդ արդարադատությունը պետք է իրականացվի դատանի կողմից, թողենք։ Բանը, այդ ձևով այդ երեխուն բան անելը, այսպես ասած, լացացնելը, դուք պատկերացրեք այդ երեխու ստրեսը։ Եվ ես այլ բան չէի կարող անել։ Դա իմ ամբողջ մասնագիտական ճանապարհն է եղել։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի դուստրը, նույն կերպ էի արձագանքելու պարոն Բաղդասարյան։ Խոսքը չի վերաբերում տվյալ անձին։ Դուք պատկերացրեք, երեխան դա հրեշտակ է։ Այդ դա ես չեմ ասում։ Եվ երեխային փոխում է շրջապատը, երեխային փոխում է հասարակարգը, միջավայրը, սկսած այո միջավայր փողոց։ Շատ Մենք կարևոր է։ ինքս երեխային սարքում ենք հանցագործ։ Դուք պատկերացրեք այդ երեխան, նո ես չգիտեմ այդ երեխան ինչ ա մտածի, բայց այդ երեխան ատելու է հասարակությանը։ Այդ երեխան մեծ ջաջաներին ատելու է։ Դա միայն երեխաների պահով չի։ Դա նաև տղաների, աղջիկների մանկությունը։ Այսինքն երևույթն եք դա։ Երևույթ ինչի մասին է խոսքը։ Ես նորից եմ կրկնում յուրաքանչյուրը թող հետ գնա 2001 թիվ եւ տեսնի թե ինչ են ճղգործերում։ Ամեն պլյուսից սկսեցինք վերջացրեցինք։ Ես բազում գործեր լուսաբանել եմ, պարոն Բաղդասարյան, ես շատ հիշում եմ։ Քոչյանի ժամանակ, պարոն Քոչյանի իշխանության ժամանակ հարգելի Գայանե, գրողների միության պոլիտիկան, որտեղ Սևակ էր մտել, որտեղ Ազատյան էր մտել, որտեղ մեր հայտնի գրողներ բավականին խնդրահարույց վիճակում էր, այո, ես հիշում եմ այդ ժամանակահատվածը։ Գրողը գնում առողջության հետ կապված խնդիր ունի, մի հատ երիտասարդ, որ չէ պատկերացնում է ինչա գրողը, դա այն ինստիտուտն է, չէ, իշխանական ինստիտուտն է, թիկնապապ, զորբապտի լինեմ, իմ շեֆտել է շենքը արդեն վերցրել, գնում է ասում է, հոպար, կրուգում շագով մարդ, ասում է, էսի արդեն դարել է ոչ թե պոլիտիկա, ինչ որ օֆիսա դառնալու։ Ու դուք պատկերացրեք գրողների իրավիճակը։ Գրողներ, ովքեր գնացին հասան վարչապետի դուռը, գնացին հասան չգիտեմ, տարբեր պետական պաշտոնյաների դուրը խնդրելու, որ հետ տվեք այդ պոլիտիկան, վերջնաժամ նաև այդ պոլիտիկային պատմություն կա։ Եվ պատկերացրեք, գրողը գնաց իշխանավորի դուրը, ոչ թե հակառակը իշխանավորը պետք է գար գրողի դուրը, ինչ-որ ներկայացիչ, եւ ասել թույլտվություն ա եղել կամ ձեզ ալտերնատիվ այլ տարածք կտանք կամ էլ դա կտանք։ Բաղդասարյան Լևոնը ինչ արեց, դուրս եկավ սիստեմայի դեմ։ Դուրս եկավ այդ գործը կրեց, այսօր գրողների միության պոլիտիկան գրողներինն է։ Ահավասիկ սա է այն կերպարը։ Այս 2001 թիվներ։ Հիմա միշտ բաները չասեմ, ոչ ինձ գովազդ եմ, էլի ասենք։ Եվ դրանից հետո ասել, որ ինքը սրական նրա մարդն է։ Մատնանշում եք, թե ինչ ճանապարհ եք անցել, կամ որքան տգետ ես դու, արա, երբ հելնում հայտարարում ես, ասում ես տղեն չի ծառայել, չի իմանում երբ ա եղել արձանիկը։ Ասում է Վարդան Ղուկասյաններ չի եկել, քանի որ չի կանչել, քանի որ տղեն չի ծառայել։ Ահավասիկ է ստեղծագործությունը։ Այն դեպքում, երբ
Ես դա մեծ պատվով եմ ասում, դա իմ գենն է, ես էլ եմ այդպես եղել, մեր ցեղը տենց է եղել, որ երեխեն 5 օրեկան բանը վերցնի եւ կամավորագրվի գնա։ Եվ հայտարար եմ հանրությանը, եզակի տեղն է եղել, դժոխքի ձորում է կռվել իմ տղան, հատուկ ջոկատային է եղել իմ տղան։ Եվ բացառապես դեկտեմբերի վերջը մինչև մնացել են ընդ տարածքը հանձնել են ռուսներին, մի քանի հատ խաշքար են վերցրել։ Հա, հուզվեցի կներեք։ Ոչինչ բան։ Եվ բան են արել։ Ես հիշում եմ այդ օրերին, ձեր ապրումները, ձեր ու եզակի ա եղել իմ տղան, Հիշում եմ, հարգելի շատ գան։ լավ։ Ոչ թե թողը գնացել է մեսիջ ավարկ ասել է, պապ ջան, ես հայրենիքը կանչումը գնում եմ։ Եկել այ մաշկերի մեջ նայել է, ասել է պապա պետք է գնամ։ Իր պապան լավ գիտակցելով, թե դա ինչ է նշանակում այդ նսաղացը, մի հուզվեք բան ասել է տղա ջան գնա։ Դա պոզիտիվ հուզմունք է։ Իհարկե, օրերին Նախ- հիշում եմ, այդ օրերին մենք այսպես ինտենսիվորեն շփման մեջ ենք եղել, շատ Հիմա լավ մի հիշում բան ասեմ, եմ, պետք է ասեմ- ձեր ընտանիքի ապրումները շատ լավ գիտեմ։ Հիմա մի բան էլ ասեմ, պետք է Ասեք։ ասեմ ԱԱԾ-ի մարդն է։ Ասեք, այդ մեկը չեն ասել, այդ մեկն էլ թող ասեն, ասեք։ Այս թքացում եմ։ 90-ականների սկզբին ես ինքս լավ զակալկա եմ անցել բանակային։ Այո, Սովետական միության լավագույն ստորաբաժանման լավագույն ծառայողներից եմ եղել։ այո, Եվ 90-ականների սկզբին ԱԱԾ-ի հիմքի վրա երբ կառուցվեց այսօրվա ալֆան, այսպես ասած, Այո, այո։ այն ջոկատը եւ մեր հարգելի քաղաքացիները եւ հայություն ամբողջ աշխարհ երբ լսում էին, այս ինչ ակետում պոեզը տրակեց, այն ինչ բկետում, Այո։ չգիտեմ, մոստը տրակեց, այդ ակունքներում եմ եղել եւ եղել եմ եւ մարտիկ, տեսեք, հայտարարում եմ, մինչեւ հիմա ոչ մեկ ինձանից չի լսել։ Եվ եղել եմ գործող մարտիկ, եւ եղել եմ գործող ինստրուկտոր։ Ավասիկ էսի մեր ցեղի կերպարն է գանը ջան։ Իսկ կողքից ինչ խոսան, ինչ բան կանեն, մի ցավալի խոսքով բան է։ ոչ մեկի հետ Ավելին ասեմ, չեք սեղմել եւ չունեք ես պատրաստ ոչ եմ մի բոլորի պայմանավորվածություն։ բոլորի իմ եղբայրներն ու քույրերն են, բայց նախկինների ներկայանների հետ կապված ես չկրկնվեմ, ես իմ կարծիքը Նկատի ունեմ քաղաքական պայմանավորվածությունների Անդրեյ առումով հերքեցիք մի ոչ խոսքով։ միայն այդ ուժերի հետ, այլ նաև այս ընթացքում Այո։ ես հետ չկրկնվեմ, ասել եմ գրեք 29-րդ տարը։ Մենք մտնում ենք մաքուր ձեռքերով եւ կառուցել ենք Արևային Հայաստան Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ։ Եվ որևէ ձայնի փոշիացման, այսպես սեպարատ համագործակցության խնդիրել չի կարող լինել պաստորեն։ Դե գիտեք, որպես դրագող մի քանի անգամ տարբեր տեղերից է հարց տալի։ Մենք հրապարակային հայտարել ենք։ Նախկինների ներկաների հետ ճանապարհ չունենք գնալու։ Քանի այն 3 հատ կետներ դրեցի, նորից չկրկնվեմ։ Քանի Լավ, խոսենք իրավական գործընթացի մասին, պարոն Բաղդասարյան։ Այս պահին Վարդան Ղուկասյանի նկատմամբ ինչ քրեական կամ իրավական գործընթացներ են իրականացվում, ինչ մեղադրանքներ կամ իրավական գնահատականներ են ներկայացվել նրա նկատմամբ եւ որքանով են դրանք հիմնավորված։ Պաշտպանական կողմը ինչ ապացույցներ ունի, որոնք օրինակ հերքում են առաջադրված մեղադրանքները։ Եվ ձեր կարծիքով գործը իրականում ունի քաղաքական ենթատեքստ, թե բացառապես գտնվում է իրավական հարթության մեջ։ Խնդրեի ձեր։ Շատ կարճ արձանագրեմ։ Այո։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական մեղադրանքներ չկան անանայում։ Այո, Անձը գտնվում է վարչական կալանքի տակ արդեն 1.5 տարի, միգուցե արդեն ավել, այո, եւ անձը այսօր ոչ թե կալանքագրում, այլ պատիժակրում։ Պատկերացրեք մի իրավիճակ եւ Ամերիկայի դատանը որոշել է, որ Վարդան Ղուկասյանը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս գա։ այո, Վարդան Ղուկասյանին ես մեծ բանով եմ ասում, պաթոսով եմ ասում, 4 խաղացող երկիր Վարդան Ղուկասյանին տվել են հատուկ վիզա։ Հատուկ վիզա են տվել եւ այո, Վարդան Ղուկասյանը ընտրեց Ռուսաստանը։ Այսինքն դա նշանակում է Վարդան Ղուկասյանը իրանց ինչ-որ բան է ներկայացնում որպես քաղաքական դեմ, հակառակ պարագայում իրար հերթ չտալով չէին տալու։ Դրանից հետո Վարդան Ղուկասյանը ասում է, եղբայր, ուզում եք գնամ։ Եվ գալիս է հաջորդ խաղացող գերտերությունը դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների ասում է, պարոն Վարդան Ղուկասյան, արի կլինի մի գնա, էլի։ Արի կլինի բողոքը լսենք Վերաքնիչ ատյանում, խափանում կալանքը, փոխենք դու մնա Ամերիկայի ազատության մեջ։ Բաղդասարյան Լևոնի հետևությունը եւ քաղաքական փորձագետների հետևությունը։ Այո, միջազգային խաղացողները իդեմս գերտերությունների տեսնում են տարածաշրջանում ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում Վարդան Ղուկասյանի բարձր գործոնը։ Ու ի պատիվ Վարդան Ղուկասյանի գլխավոր պլան մղեց
Այն որ ինքը սկզբունքի մարդ է, ասում էր, հա փոխում եք կալանքս, փոխեք 1 տարի առաջ, արա, սպասեցիք տեսակ գեշտերությունները հերթ են կանգնել ուզում են ինձի տանեն, եկել եք ասում եք հիմա էլի մոտ մնա, աղավասիկ Վարդան Ղուկասյանի կերպարը, աղավասիկ այսօր ընտրողը, ով որ 30 արծաթով փորձում է ծախվի, այն ընտրողը, որ պետական չինովնիկ է եւ վախում է իր պաշտոնից, որ բանա գնա նկարի եւ ուղարկի իր իշխանիկներին, թող հասկանա, որ Վարդան Ղուկասյանը առաջնորդությամբ մենք իրավամբ սարքել ենք արևային Հայաստանը։ Սա է Վարդան Ղուկասյանը։ Երբ կլինի ազատության մեջ Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը հունիսի 8-ին արդեն գերտերությունները կվազան իր մոտ, որպեսզի ասեն, պարոն Վարդան Ղուկասյան, մենք լավ ծրագրեր ունենք ձեր նկատմամբ, արի այս ծրագրերը մի հատ նայենք, դու գնում ես Հայաստան արդեն, այդ ժամանակ է Վարդան Ղուկասյանը դուրս գալու։ Եվ ավելին ասեն, բոլոր վարչական շրջանի Այսինքն Հայաստան է գալու Վարդան Ղուկասյանը, ճիշտ հասկացա։ Պարոն Բաղդասարյան։ Ինձ միշտ թվացել է Գայանե Զարգարյանի հարազատագրողը կցնցի այնքանով, որքանով, բայց խոսքից միտքը կտրի եւ թույլ չտա ես շարունակեմ, դա բան է ասել։ Հիմա հարգելի Գայանե, նայեք, Վարդան Ղուկասյանը բավականին տեղեկացված է։ Այո։ Այն անձիկ, ովքեր թվում են, թե իրեն գործողություն ունեն եւ Վարդան Ղուկասյանին չի հասնում, ոչ հասնում է։ Բավականին նա համակրողներ ունի հենց այն համակարգերում, որոնք ինչ-որ ծրագրեր են իրականացնում։ Վարդան Ղուկասյանի ձեռքին կա պաշտոնապես հայտարարներ։ Բոլոր այն համայնքների ղեկավարները, ովքեր իրանք Հռոմի պապից ավելի կաթոլիկի տեղ են դրել եւ պարտադրում են, որպեսզի ընտրողները գնան եւ ընտրեն գործող իշխանությանը։ Մի արեք տես բան, դրա պատասխանը տալու եք։ Վարդան Ղուկասյանի ձեռքին կա բոլորի վարչական շրջանի ղեկավարների, մարզպետների տված են պրոֆիլակտիկոն աշխատանքը, պրոֆիլակտիկ, ովքեր պարտադրում են, որպեսզի գնան այդ ԿՊ-ի համարը նկարեն ծրարով եւ նկար ուղարկեն։ Հավատացնում եմ գալու է դրա ժամանակը եւ դուք ոչ միայն գլուխներդ կախելու եք, այլ պատասխանատվության եք ենթարկվելու։ Եվ ես Լևոն Բաղդասարյանը ստիպված պետք է խնդրեմ Վարդան Ղուկասյանին, ասեմ կաշիները մի քերթի։ Մարդ են, ամեն մեկը ինչ-որ մի բանի տակ, ես չգիտեմ դրանից հետո ինչ ալնելու Վարդան Ղուկասյանի պատասխանը։ Սա է այսօրվա իրականությունը։ Այսինքն հունիսի 7-ից հետո պարոն Բաղդասարյան սպասվում է հետվիրահատական գործընթաց եւ բացի դրանից ֆիքսենք, որ հունիսի 7-ից հետո Վարդան Ղուկասյանը շանսերը մեծ են, որ կլինի ազատության մեջ, ճիշտ հասկացա։ Ես Աստծով ցանկանում եմ, որպեսզի հունիսի 8-ին հայ ազգը արթնանա այլ Հայաստանում եւ այդ բոլոր պարտավորությունները, որը վերցրել է այսօր իր հավելակուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ իրագործվի եւ իրագործվելի է։ Շնորհակալ եմ պարոն Բաղդասարյան ուշագրավ պատասխանների համար, մաղթում եմ հաջողություններ, կարծում եմ դեռ էլի առիթ կունենանք խոսելու հաջորդիվ հետընտրական զարգացումների մասին։ Այո, ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այլ հարթության վրա, այլ կարգավիճակով դուք կզրուցեք Լևոն Բաղդասարյանի հետ, ինչու՞ չէ նաև Վարդան Ղուկասյանի հետ։ Բարի երթ, պարոն Բաղդասարյան, մնացեք Մերսի շատ։ խաղաղությամբ։